Մենք Քրիստոսի դեսպաններն ենք։ Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված իր երկրորդ նամակում կգրե մի արտակարգ և պատասխանատու պատգամ։ Արդ Քրիստոսի կողմից ուղարկված դեսպաններ ենք, որպես թե Աստված ինքն է հորդորում մեր միջոցով։ Քրիստոսի կողմից աղաչում ենք, հաշտվեցեք Աստծո հետ։ Երկրորդ Կորինթացիս 5:20։ Պողոս առաքյալը պատահականորեն չի գործածեր դեսպան բառը, անքաջ գիտեր, թե ինչ է դեսպանի դերը քաղաքական ու դիվանագիտական աշխարհում։ Դեսպանը սովորական քաղաքացի չէ, ան որևէ երկրում չի ներկայացներ իր անձնական կարծիքը, այլ ան կարծիքը, այլ այն պետությունը և թագավորին, որն իրեն ուղարկած է։ Երբ մենք կկոչվենք քրիստոնյա, մենք լոկ հետևորդներ կամ երկրպագուներ չենք, մենք երկնքի արքայության դեսպաններն ենք այս երկրի վրա։ Խորհրդածենք քրիստոնյա դեսպանի 7 հիմնական հատկանիշների շուրջ։ 1. Դեսպանը չի ներկայացնում ինքզին, այլ իրեն ուղարկողին։ Դեսպանն իրավունք չունի գործելու ըստ իր քմահաճույքի կամ անձնական տրամադրության։ Եթե երկրի դեսպանը օտար պետության մեջ սկսի իր անձնական քմահաճույքներով շարժվել, ան կրնա նույնիսկ պատերազմի պատճառ դառնալ երկու երկրների միջև։ Նույնպես էլ քրիստոնյան, մենք չենք կարող ապրել մեր գլխով կամ մեր անձնական կանոններով։ Մեր ամեն մի խոսքն ու գործը պիտի արտացոլեն Հիսուս Քրիստոսի սերը, խոնարհությունն ու արդարությունը։ Երբ մենք ինքնագլուխ կապրենք, մարդիկ մեզ տեսնելով կսկսեն վատ մտածել Քրիստոսի և եկեղեցու մասին։ 2. Դեսպանն ունի մեկ հստակ պատգամ. հաշտվեցեք Աստծո հետ։ Դեսպանը դատարկաձեռն կամ առանց առաքելության չի ճանապարհորդեր, ան ունի հատուկ հանձնարարություն։ Երկնքի արքայության դեսպանի գլխավոր պատգամն է աշխարհին ասել. հաշտվեցեք Աստծո հետ։ Այս աշխարհը լի է ատելությամբ, վրեժխնդրությամբ և հակամարտություններով։ Քրիստոնյայի պարտականությունն է տարածել խաղաղություն, ներողամտություն և Աստծո անսահման սերը, որպեսզի մարդիկ հեռանան մեղքից և վերադառնան առ Աստված։ 3. Դեսպանը կապրի օտար երկրում, բայց իր հայրենիքը երկինքն է։ Դեսպանատան տարածքը համարվում է այն երկրի հողը, որին պատկանում է դեսպանը։ Նույնպես էլ քրիստոնյան, թեև մենք կապրենք այս աշխարհում, բայց մեր հոգևոր հայրենիքը երկինքն է։ Հիսուսն ըսավ. Դուք այս աշխարհից եք, բայց ես այս աշխարհից չեմ։ Դուք այս աշխարհից չեք, այս աշխարհից չեք, այլ ես ընտրեցի ձեզ աշխարհից։ Հովհաննես 15:19։ Մենք չպիտի որդեգրենք այս աշխարհի ապականված քաղաքացիությունը, սուտը, ագահությունը, փառասիրությունը և հպարտությունը։ Մեթյունը, մեր վարքագիծը պիտի լինի երկնային։ 4. Դեսպանը կպահպանի իր երկրի բարի համբավը։ Դեսպանի ցանկացած սխալ կամ անբարոյական արարք կսևացնի ամբողջ պետության պատիվը։ Որքան ցավալի է, երբ մարդիկ տեսնելով քրիստոնյայի անօրենությունը, փյունը, խաբեությունը կամ չարությունը կասեն. եթե քրիստոնեությունը սա է, էլ ես չեմ ուզում քրիստոնյա լինել։ Մենք պատասխանատու ենք մեր վարքի համար։ Մեր կյանքով կամ կփառավորենք Աստծուն, կամ պատճառ կդառնանք, որ Աստծո անունը հայհոյվի անհավատների կողմից։ 5. Դեսպանը հավատարիմ կմնա նույնիսկ ճգնաժամերի և դժվարությունների ժամանակ։ Խաղաղ ժամանակ հեշտ է դեսպան ձևանալը, բայց իսկական դեսպանը կճանաչվի պատերազմի կամ ճգնաժամի պահին։ Պողոս առաքյալը կհիշեցնե, որ ինքը Քրիստոսի դեսպանն էր նույնիսկ նեղությունների, բանտերի, հալածանքների, հոգնության և ծոմապահության մեջ։ Ճշմարիտ հավատքը կփորձվի կյանքի փոթորիկների ժամանակ, և դժվարություն կա, այնտեղ է, որ քրիստոնյան պիտի ցույց տա իր հավատարմությունը Քրիստոսին։ 6. Դեսպանը կներկայացնի իր հավատարմագրերը։ Դեսպանը նախքան իր պաշտոնին անցնելը կներկայացնի իր պաշտոնական հավատարմագրերը։ Ինչ են քրիստոնյա դեսպանի հավատարմագրերը։ Պողոս առաքյալը կթվարկե դրանք։ Մեր անձերը ընծայում ենք որպես Աստծո սպասավորներ, մեծ համբերությամբ, նեղությունների մեջ, ամբասիրությամբ, գիտությամբ, երկայնամտությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծո զորությամբ։ Երկրորդ Կորինթացիս 6:4-7։ Առանց սիրո, քաղցրության, համբերության և ճշմարտախոսության մենք չենք կարող ներկայանալ որպես Քրիստոսի դեսպաններ։ 7. Քրիստոնյա դեսպանն ունի երկնային անբացատրելի զորություն։ Աշխարհի դեսպանները կթևակոխեն հարստության ու շքեղության մեջ, իսկ Քրիստոսի դեսպանի արտաքին վիճակը հաճախ խաբուսիկ է աշխարհի աչքին։ Առաքյալը կեզրափակ է։
իբրև տրտմածներ, բայց միշտ ուրախ, իբրև աղքատներ, բայց շատերին հարստացնող, իբրև ոչինչ չունեցողներ, բայց ամեն ինչ ունեցողներ։ Երկրորդ Կորնթացիս 6:10։ Մեր հարստությունը նյութական դրամը կամ շքեղ մեքենաները չեն, մեր հարստությունը հոգևոր խաղաղությունն է, Սուրբ Հոգու շնորհները և հավիտենական կյանքի հույսը։ Սիրելիներ, ամեն մեկս այսօր ինքներս մեզ հարց տանք. արդյոք ես արժանի դեսպանն եմ Քրիստոսի իմ ընտանիքում, իմ աշխատավայրում և իմ շրջապատում։ Ապրենք այնպես, որ մեր կյանքը տեսնողը փառավորի երկնավոր Հորը և տեսնի Հիսուս Քրիստոսի կենդանի լույսն ու սերը։ Ամեն։